Պարոն Մարտիրոսյան ասում է, ասեցեն ինչի ես վախում եմ, որովհետև ես ասում եմ առևտրի սրահում դրա դեմ պայքարելը տեսչական գործառույթով արդյունավետ չէ կամ անարդար է առնվազն ինչի, որովհետև մենք ունենք երևի առնվազն 8000 միավոր վաճառ ու արդյունքում դա կավարտվի նրանով, որ ուղղակի կենտրոնում մի երկու հատ միջոցառում կտեսնենք ու դրանով խնդիրը կավարտվի։ Ես ասում եմ արտադրողի մոտ պետք է արգելել դրա արտադրությունը եւ ներմուծողի մոտ պետք է արգելել դրա սահմանին պիտի ներմուծում։ Դուք պլաստիկի մասին եք հիմա խոսում։ Ես կարծում եմ ծխախոտի մասին ենք մենք ասում։ Չէ, բայց ծխախոտի լուծումը կներեք շատ տեղերում տվել են, արգելում են ընդհանրապես ծխախոտի տուփի վրա որևէ բան գնել, սենց սպիտակ բան է, այս սենց։ Տեսեք, օրինակ ձեր ասածը, դա շատ ավելի արդյունավետ կարգավորում է, քան այն ենթադրենք իրան այդ դեպքում մենք պիտի տեղ կանոնակարգով ուղղակի դնենք պահանջ, որ այդ է մեր ազատ շրջանառության ապրանքը, դա պիտի լինի։ Այսինքն ինչ որ կարելի է անել ներմուծողի կամ արտադրողի հաշվին, էֆեկտիվը անել իր հաշվին, ոչ թե տեսչական գործառույթով կանխել, որովհետև նախ ծախս ենք խնայում, երկրորդը արդյունավետություն ենք բարձրացնում, բայց ես իրոք պլաստիկի մասին էի ասում, պարոն վարչապետ։ Հա, չէ, ես ծխախոտի մասին էի ասում, որովհետև տենց բաներ կան, որ սենց բացվում են, փակվում են։ Բայց այդ վաճառողը այնքան ասում եմ, ես Բրյուս Լիին հիշեցի այդ պահին, որ այնքան արագ արեց, բայց ես ուրիշ բան ասեմ։ Հիմա նույն կաթնամթերքի հետ կապված մենք տառապելով ինչ որ անդադ որոշումներ ենք կայացնում, բայց ես էլի խանութներ եմ մտնում, ես չեմ կարող տարբերեմ որ կաթնամթերքը որն է, որովհետև կյանքում բան չի փոխվել։ Նույն ոնց եղել է, նենց էլ մնացել է։ Այսինքն չի լինում դա իրականության մեջ ասել, որ այս կաթնամթերքա կաթով, այս կաթնամթերքա սոյայի բանով, չգիտեմ, յուղով։ Չնայած ոնց որ կարգավորումը ընդունել ենք, թե չենք ընդունել։ Համեցեք։ Այո, պարոն վարչապետ, կարգավորումը կա, պետք է գույներով առանձնացվի, արդեն բազմաթիվ տեղերում գնացել վերահսկողություն արել են ու կարգադրագրեր տվել են, որ իրապես առանձնացնեն, որտեղ որ մաքուր կաթնամթերքն է, որտեղ որ հավելումներով է։ Ձեր նշած իրավիճակը կարգավորելու մասով էլ արդեն գրասենյակում նախագիծ կա, որը մենք առաջիկայում կշրջանառենք, մենք տեսչական վերահսկողության շրջանակներում փորձում ենք հնարավորություն տանք արդեն տեսուչներին նաև տեսանկարող սարքերի միջոցով վերահսկողություն իրականացնել, որպեսզի նման դեպքերում, երբ տեսուչը գնում է վերահսկողությունն անելու այդ արագ փակելու արդյունքում մենք չենք կարող։ Ինքը ասում է բաց է եղել, տնտեսվարողն ասում է փակ է եղել ու գնում ենք դատարան, դա առաջիկայում կունենանք։ Ինչ վերաբերում է ծխախոտի մասով, պարոն Գրիգորյան, այդ հարցը արդեն կարգավորված է, մենք ունենք հիմա կարգավորում, որ կոնկրետ իրացնողին նախորդ տարվա շրջանառության 1%-ի չափով է տուգանքը լինում, այսինքն ծխախորտ արտադրողը, եթե սխալ է արտադրել գոստերով ու փոխանցել է արդեն ուղիղ վաճառակետին, մենք գնում ենք արտադրողի մոտ։ Վաղ մյուս օր հնարավոր է նաև այս տոպրակների հետ կապված էլ այդ կարգավորումը տալ։ Վարչապետ, կներեք, ուղղակի շատ կարևոր հարց է, ու մենք այս հարցերի վրա շատ ենք տառապում, որովհետև ես ձեր նկարագրածի շղթան հիմա ամփոփ եմ, հետո դուք կազմում եք արձանագրություն, տնտեսավարողը բողոքարկում է դատարան ու դատարանում հաղթում է, արդյունքում մենք ունենում ենք մի հատ մեծ դատական համակարգ, ունենում ենք բազմաթիվ բարձր վարձատրվող դատավորներ ու միշտ չեն հերիքում դատավորները, ինչպես գիտեք, ու որ նայում եք իրանք ինչ գործեր են քննում են այն գործերը, որոնք դուք նկարագրում եք։ Այդ իմաստով դա է պատճառը, որ ես կարծում եմ, որ մենք անարդյունավետ շղթաներով շատ երկար ենք գնում, փոխարենը պիտի ուղղակի կանխարգելենք աղբյուրի մոտ, դա է իմ ասածը։ Նույնը հիմա մենք ամենամեծ խնդրեմը նա է, որ մենք ունենք վարչական վարույթների իրականացման մեծ խնդրեմ, որովհետև վարչական վարույթների ցավով եմ ասում 90%-ը իրականացվում է ըստ դատական համակարգի խախտումներով եւ գործերը տապալվում են դատարանում։ Նա պիտի սրա հետ մի բան անենք։
Շատ լավ, դե այդ հարցեր են, որ էլի մեկը լուծում որն է, պետք է հետեւողական նպատակը ձևակերպենք, հետեւողական գնանք այդ նպատակի լուծման ճանապարհով, որովհետև տեսեք տասնամյակներով ձևավորված ավանդույթները, չէ, թերությունները մի որոշումով հնարավոր չի վերացնել։ Պետք է ուղղակի շարունակաբար եւ հետեւական գնալ տեսնել, որոշում կայացնել, հետո էլի գնալ տեսնել այդ որոշումը աշխատեց, չաշխատեց, եթե չաշխատեց, ինչու չաշխատեց եւ հետեւական շարունակել դա անել, որովհետեւ դա մեկը մի գործողություն անի, լուծում չկա, համեցիկ։ Պարոն վարչապետ, ուղղակի նշեմ, որ հարցի քննարկումը արդեն փաստացի առկա է մեր օրակարգում վերջի 5 տարիների ընթացքում եւ 2022 թվականին նաև պարոն Գրիգորյանի նշած մտահոգությունները հաշվի առնելով նախարարությունը անցել է ոչ միայն փաստացի ամբողջական արգելքների, այլ անցավ 50 միկրոնից ավել պլաստիկի օգտագործմանը որպես միջանկյալ լուծում։ Եվ այս ամբողջ ընթացքում էկոնոմիկայի նախարարության գործընկերներ եւ տնտեսվարողների հետ անընդմեջ քննարկումներ են եղել։ Եվ ոլորտը նաև ուներ սպասում, որ վաղ թե ուշ նման նախագիծ ընդունվելու է, բայց միևնույն ժամանակ, քանի որ նշեցի, որ 2027 թվականի հունվարի 1-ին է վերաբերվում սահմանափակումները, մենք զուգահեռ կշարունակենք աշխատել։ Շատ լավ, հարցերը դրվում են քվեարկության, հարց համար 16, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարց համար 31, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։